Լայնամասշտաբ ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում դադար չեն վերցրել նաև հանգստյան օրերին։ Վաղ առավոտից ծոցի մի շարք երկրներ արդեն հայտնում են հարվածների և դրանց հետևանքների մասին։ Իսրայելական բանակը երկուշաբթի առավոտյան հարվածներ է հասցրել իրանական ռազմական ենթակառուցվածքներին Թեհրանի ողջ տարածքում։ Թիրախավորվել է նաև Թավրիզի նավթաքիմիական գործարանը։ Նահանգի իշխանությունները հայտնել են, որ իրավիճակը վերահսկելի է և որևէ վտանգավոր, թունավոր կամ աղտոտող նյութերի արտահոսք չի եղել, հայտնում են իրանական պետական լրատվամիջոցները։ Կեսգիշերից հետո Իսլամական Հանրապետությունում ավիահարվածներ են հասցվել նաև Մեհրաբադի միջազգային օդանավակայանին, ազգային բանակի մասնաճյուղին և Թեհրանի գործարաններից մեկին։ Պատերազմական գործողություններից անմասն չի մնացել նաև Բանդար Աբբաս քաղաքը։ Իսրայելի ուժերը նաև ճամբար են ռմբակոծել Պաղեստինում։ Լիբանանում Միավորված ազգերի կազմակերպության խաղաղապահ առաքելությունը հայտնել է, որ խաղաղապահ է սպանվել, երբ կիրակի օրը արկ է պայթել երկրի հարավային Աղչի Տալ-Քուսայր գյուղի մոտակայքում գտնվող իրենց դիրքերից մեկում։ Մահացածը Ինդոնեզիայի քաղաքացի է, մեկ այլ խաղաղապահ էլ ծանր վիրավորում է ստացել։ Իրանը միաժամանակ հարվածներ է հասցրել Արաբական Միացյալ Էմիրություններում, Բահրեյնում, Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում և Կատարում գտնվող թիրախներին։ Քուվեյթի պաշտպանության նախարարության խոսնակն ասել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում երկրի օդային տարածքում արձակվել է 14 բալիստիկ հրթիռ և 12 անօդաչու թռչող սարք։ Հարձակումներից մեկի թիրախում եղել է զինվորականներին պատկանող բազա, ինչի հետևանքով վիրավորվել է 10 զինվորական։ Իրանը հրթիռակոծել է նաև Իսրայելի Հայֆա քաղաքը։